Միակ լաբորատոր հետազոտությունը, որը մեզ տալիս է հստակ 99.9% ճշգրտությամբ պատասխան հղի է կինը թե ոչ, հանդիսանում է մարդու խորիոնալ հանադոտրապինի որոշում արյան մեջ։ Բոլորին շատ լավ ծանոթ ԽԳ չէ։ Նույնիսկ 7 օր, 7+ եւ ավել օրվա հղիությունը մենք կարող ենք հստակ ախտորոշել։ Այս հետազոտությունը առավել մեծ նշանակություն ունի, եթե մենք աշխատում ենք անպտղություն ախտորոշման հետ։ Հիմա ես ցույց կտամ ձեզ երևի թե ամենացածր ցուցանիշը, որը մենք կարող ենք ստանալ, սակայն այս թիվը արդեն հուշում է, որ կինը հղի է։ Այս ընթացքում չի արվում նույնիսկ ուլտրաձայնային հետազոտություն, որտեղ այն ինֆորմատիվ չի լինելու։ Մեկ շաբաթ անց կատարվում է ուլտրաձայնային հետազոտությունը եւ կատարելով ներհեշտության ուլտրաձայնային հետազոտությունը մենք կարող ենք արդեն իսկ հաստատել հղիությունը եւ ամենակարևորը՝ ի տարբերություն լաբորատոր քննության, երբ մենք ունենք դրական արդյունք, այսինքն հաստատում ենք, որ կինը հղի է։ Ներհեշտության ուլտրաձայնային հետազոտությունը տալիս է հնարավորություն հստակ տեսնել պտղածվի լոկալիզացիան։ Տեղակայում։ Չեմ տեսնում եք այս արջուկին։ Ինքը շատ սերտ կապված է հղիության հետ, ԽԳ-ի հետ եւ առաջին ուլտրաձայնային հետազոտության հետ։ Անպայման կպատմեմ մոտ օրերս։